այս պայտեղեկացությունով ունենք, որ Հասպիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, դե դրանից հետո արդեն խափանման հարցի քննարկումն է լինելու, բայց հոդվածների մասով տեղեկացված չեմ, բայց նշանակալն այն է, որ այս հոդվածներն է որպես կանոն իրենց աշխատելավոճի մեջ շինձու են, այսինքն տակը իրավական որևիցե հիմք, որևիցե բան չկա։ Ուղղակի այստեղ միակ լավն է, որ շատ մեծ հույս ունեմ, դատարանն արդեն սկսել են ոնց որ այդ ամեն ինչը հաշվի առնել ու այդ զանգովի արտարադատությունը առնվազն ինչ-որ ստվար զանգված դատավորների դրանց ինչ-որ շուշացություն չի դարձնում, այսինքն միգուցե այս էլ բանն է Նիկոլ Փաշինյանի փուչիկի պայտելու պահն է, էլի, որովհետև չի կարող ժողովրդավարությունը, օրենքի կերակայությունը, արտարությունը, արտարադատությունը նման չափով, նման ծավալով ոնց որ բան լինեն, էլի, այդպես ոտնահարվեն։ Մի պահ հեսա թմբիրից դուրս են գալու միանշանակ։ Ես վստահ եմ ու գիտեմ, որ որևիցե հիմք չկա ձերբակալությունների, սա ուղղակի իրենց շոուներն են, մարդկանց վախի մթնոլորտում պահելու, զուտ հաջորդ սերիան է, որ ասում էր սեպտեմբերին պատերազմ է լինելու, շատ տիպիկ ցավոք սրտի հայկական այսօրվա իրականությունն է, էլի։ Հասմիկը 5 անչափահաս երեխա ունի ու 5-ն էլ որտեղ գրված են, այսինքն տեսեք չէ մարդու բարոյականությունը Հասմիկի ինչ աստիճանին վեհ անձնավորություն է, որ 5 երեխա ունի, ովքեր որտեղ գրված են, այսինքն իրենք լավ, այսպես ասում են, ում ձերբակալում են այս պահին, ում վրա քրեական գործեր են կարում, այսինքն ինքը, որ ասում է հայի տեսակի իրական մոր, իրական կնոջ ոնց որ կերպարներ են, էլի, որովհետև Նիկոլենց դուրը ինչ չի գալիս, Արինասար մարդը դուրերը չի գալիս, նորմալ մարդը դուրերը չի գալիս, բարոյական մարդը դուրերը չի գալիս, այսինքն ինչ որ դրական է, իրենց դուրը չի գալիս։